Հայկական սփյուռքը իր ներկա տարազով մեկ օրում չի կազմակերպվել։ Այսօրվա կազմակերպված սփյուռքը նվիրումի, զոհաբերության եւ կազմակերպական խստապահանջ աշխատանքի արդյունք է։ Առանց գաղափարական լիցքի, առանց գաղափարական նվիրումի ինչ կլիներ մեր վաղճանը, երբ հայ բեկորները բռնի ուժով տեղահանված սփյուռքի օտար ափերը հասան։ Առաջին օրից մենք մտածում էինք վերադարձի մասին, ինչպես կարելի էր չվերադառնալ մեր տունը, մեր հայրենին, բայց կյանքի իրականությունները այլ ուղղությամբ ընթացան։ Մենք ստիպված եղանք մնալ ու տոկալ, բայց վար պահել վերադարձի հույսն ու հավատքը։ Այդպես եղավ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը սկսեց կազմակերպել մեր համայնքները, անտուն ու անօթևան զանգվածը դարձնել իր հյուրընկալ երկրի օրինակելի քաղաքացին։ Մենք կառուցեցինք մեր հավատամքի տները, մեր դպրոցներն ու եկեղեցիները եւ ապա մարզական ու մշակութային միությունները, որտեղ մասիսը չտեսած հայ նոր սերունդներին դասիրակեցինք առատի սիրով ու վերադարձի հավատքով։ Մեր ազգային նկարագիրն ու ինքնությունը սպառնացող ամենօրյա ազդեցությունների դեմ ոտքի ելավ հայ հեղափոխական դաշնակցության մտավորական փաղանգը։ Մենք զրկված ենք մեր հայրենիքի հետ կենթանի կապից։ Սովետական երկաթե վարակույրի ետև մնացած մեր փոքրիկ Հայաստանը անհասանելի էր շատերիս համար։ Նման աննպաստ պայմաններում հայ հեղափոխական դաշնակցությունը դարձավ հայ քաղաքական մտքի բանաձևողը եւ դրոշակագիրը հայ դատի քաղաքական ու գաղափարական հիմնավորումների։ Մենք չբավարարվեցինք հայապահպանումով, ամեն միջոցով փորձեցինք հետապնդել նաեւ հայ ժողովրդի պահանջատիրական հարցը, բայց որ դուրը որ թակեցինք, փակ մնաց մեր առջև։ Հակառակ տարվող աշխատանքին համաշխարհային քաղաքական իրավիճակները մեզ թելադրում էին մոռանալ մեր դադը եւ այն թաղել պատմության հին էջերում։ Եվ այդպիսի պայմաններում մեր սերունդը, որ ամբողջ 50 տարի հայրենիքից դուրս պահել ու պահպանել էր այս նվիրական գաղափարները, ամենայն հպարտությամբ այն փոխանցեց իր հայրենիքը չտեսած սփյուռքի երկրորդ սերունդ։